Աստծո հոսքեն բիգարտամ հատվածը, որ գտնելի է Գորտուղ Գորընթացիս 5-րդ գլխում մեջ, 17-րդ համարն ինչև 21-րդ համարը։ Երկրորդ Գորընթացիս 5-րդ գլուխ։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված մնե։ Իները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Սակայն ամեն բան Աստծո է, որ մեզ իրեն հետ հաշտեցուց Հիսուս Քրիստոսի ցերկով ու դվավ մեզի հաշտության բաշտոնը։ Այսինքն Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը իրեն հետ հաշտեցուց եւ անոնց անցակները իրենց չսեբեց ու հաշտության խոսքը մեր մեջ դրավ։ Ուրեմն Քրիստոսի կողմանը տեսփանություն գնենք, իբրև թե Աստված կպարեխոսեր մեզ մով, գաղաչենք ձեզի Քրիստոսի կողմանը, հաշտվեցեք Աստուծո հետ։ Վասզի Աստված զանիգա որ մեղք չեր գիտեր, մեզի համար մեղավոր սեբեց, մեզի համար մեղք սեբեց, որովհետեւ մենք անոր միջոցով Աստուծո արդարները հզանք։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված է, ամեն բան նոր։ Օտարյանի մեջ ինչ մարդիկ կջամփորդեին, կվերաթարնային, երիտասարդ կինը դիտեց օտանալը, որ վերսլացավ եւ մեկ վարյան ետ արդեն օդի մեջ գործվեցավ։ Եվ իր կողմիներուն լսելի ցայնով գրեթե հարաճելով ասավ. «Ահ, երանի գարենայաս օտանալին բես օդի մեջ գործվել եւ ցանկս նորեն սկսել»։ Գեղեցիկ կիներ, երդասարդ կիներ, հարուստ կիներ, ընկերության մեջ բարձր դիրք ուներ, մարդկորեն ամեն բան որ մեկը գուբուսա ունենալ ցանկի մեջ ուներ ասկինը, բայց իր անցյալ ցանկեն կողջել, գուզեր փախչել, նոր սկսել, նոր ցանկը սկսել։ Եվ այսօր արդյոք նույնը չէ աշխարհի վրա միլիոնավոր մարդոց փախցանքը, հոգի ներքին գարոդը իրցը, որ գուզեն նոր արիթմը, դինը ավրելու, դինը մորնալու, դինը մորցնելու, անցյալը մորնալու եւ բոլորովին նորը սկսելու, բայց գարելի չէ։ Այո, գարելի չէ, բայց ես այսօր գուզեմ ցեզի լավ լուր մտամ։ Աշխարհի ամենեն հրաշալի լուրը, որ ինչ որ մարդ կորել անգարելի է, որ մեկ իր անցյալ 20, 40, 60 տարվա կյանքը մորցված հաշվի, իբր թե ապրած չէ, եւ նորը սկսի, ծայրեն, մաքուր, սուրբ, կատարյալ իր ներքին իղծերուն ամենად, ադիգա գարելի է, քանի որ Աստուծո խոսքը գսե, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված մնե։ Հիները անցան, անցյալը անցավ եւ ամեն բան նոր եղավ։ Նոր Քրիստոսի մեջ Քրիստոսով։ Ինչ բաներ նոր գլան, ամենեն առաջ, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր սկիզբ մը գունենա։ Երբ անցումը Հիսուսի հավատա, իր կյանքը նոր կսկսի։ Երկրորդ անգամ ծնած, ուրեմն հին ծնածը բոլորը կմորցվի, գավրվի Աստուծո փառքին համար։ Հիները անցան, անոր վրա է որ նոր սկիզբ կգնալ։ Եթե հիները մնան, ինչ նոր սկիզբ։ Միայն ինին գրկնությունը բիդելա։ Հին մեղքերը, հին հանցանքները ու սկացումները, հին հոգերը, հին ցապողությունները, ամենը գանցնին, որովհետև Աստված խոստացած է ներել եւ ալ չհիշել, այսինքն մորնալու համազոր է։ Աստվածաշունչ չգնալ մորնալ իր գադարյալ հիշողության իմաստության մեջ, բայց ալ պիտի չհիշե հավիտյանս հավիտենից։ Ինչ պիտի վճարեր ոճրակործը, երբ մեկ իրեն խոստանար, նոր անումը, նոր թեմպը, որ մեկը զինքը չճանչնար, որպես ատ նշանավոր ոճրակորձ մեղավոր անբիդան մարդը։ Սոր, մարդիկ ամեն բան կործածեն, որպեսզի իրենց անցյալը մոռնան, իրենց հին մեղքերը, կործած մեղքերը, իրենց խղճի խայտը, հանցանքի իսկացումը, որ մենք այսօր միլիարդավոր մարդիկ կդարավեն, հանցանքի իսկացումով, որ անցյալի սխալները հրացեն, այդ սխալները զրենք կհալածեն, իրենք անհարմար, անարժան, բզդիկ կսկան, կեշ կսկան, աղդոտ կսկան, բայց վիճակը է, որ չեն գնալ փոխել, իրենք իրենց մետուս չեն գնալ ելալ, իրենց անցյալը գաբած է, զրենք քերի հրացեն։ Եվ ադորամալ մարդիկ կփորձեն այդ անցյալը մոռնալ,
ադրել ծևոմը, խմիչքով, խմրեցիչներով, նոր մեղքեր գործելով, բայց մեղքի հիշադակը, խայտոցը չան հետանա, գդան չէ, ամեն օր և գհալած է։ Լիպանանի բադերազմեն առաջ, գուսան որ մոդադենեն բիջվերը սկսի, բալբեկի մեջ գար ցայնի և լույսի կեղարվեստական հայդակիրմում, որ սկանչելի երվով ամբողջ քաղաքակրթության բադմությունը միայն ցայնով և լույսի խաղերով և երաժշտությամբ մեջտեղ գպերել և քեզի երևակայել գուդար հին թագավորություններ, հռոմայացիները, փյունիկեցիները, ինչպես կերտան գարքերով ու կան գբադերազմին հաղթական մուտքնեն և քաղաքակրթություն կգերդեն։ Այդ հայդակրի մեջ նաև գար բաժիմը, ուր գայեն իր եղբայրը ապելը կսպաննեն, քանի որ գնախանցի բարգացած անորդեմ, և լախտի փութ հարվածողը, որ գլսես, և մեկ անգամ որ այդ ցայնը լսես, ինչպես կավազանով գզարնե եղբորը գլուխին և գսկետնե գսպաննե, այդ ցայնը չես գնալ մորնալ, մութի մեջ ցայնը, շինված ցայնը, բայց իրականի պես, և հետո իր եղբայրը հողի մեջը գտաղե, և գխորի, որ ամեն բան վերջացավ, հազիվ մի քանի քայլ գարնե, որ հերանա, և հանգարց խուլ փութ ցայնը զինքը գհալած է։ Կետնին դագեն ցայնը գուկա, ուշքին և գշրույթով, ապելի սրդին զարգը, սրդին դրոպումին ցայնը, հողին դագեն, գհերանա, ցայնը դագավին գհալած է զինք, ագանչները գկոցե, գբորա, ցայն գհանե, որ չի լսե, բայց ցայնը հոն է, և գայեն գտաննա կրետը խեմտացած սարսափած էակմը, քանի որ իր սպանած իր հարազատ եղբոր սրդին ցայնը, հողին դագեն, դագավին գսեր, ես հոսեմ, թուն ոջրակորձ ես, թուն ամմեր արյուն կապեցի։ Անուն համար Աստված գայենի իսավ զննտոտ չորրորդ գլխում մեջ, ինչ գրիվ, քու եղբորդ արյունին ցայնը կետնեն ինձի գփողոք է։ Եվ այսօր 6000 տարի է, բոլորը սպանված մարդոց սրդին դրոպումը, միլիոնավոր, միլիարավոր սպանված մարդոց սրդին դրոպումը գհալած է, բոլոր ոջրակորձները, բոլոր անոնք, որ ամմեր կամ իրենց թշնամի գարձված մարդիկը մերցուցին։ Ոչ հաջույքը, ոչ խմիչքը, ոչ տրամը, ոչ երգիր փոխելը, ոչ անուն փոխելը, ոչ ինքնատուղթ փոխելը, ոչինչ կսրբե, կորձված մեղքին հալածանքը, հաջախանքը, խղճի հայտը, անվերջ չարչարանք, որ դժոխքի մեջ արվի շարունակվի, եթե ոջրակորձը չաբաշխարի։ Միայն, եթե մեկը աբաշխարի, խոստովանի, Հիսուսի արյունով լվացվի, և լա նոր ստեղծվածը, միայն անիգա է, որ գունենա այդ հանգիստը, այդ խաղաղությունը, և այդ ապելին և բոլոր զոհերուն սրդի դրոպումը Աստված կտատրեցնե, որովհետև իր արյունով գները, գմակրե, գսրբե և ալ չհիշեր։ Փողոսարակյալ ինքիրն համար գվգայե բոլորիս կողմե, կազի ոչ թե պարին զոր գուզեմ գնեմ, հավաչարը զոր չեմ ուզեր զայն գնեմ։ Եվ Եսայի ինքսին կգավաղե և գսե, վայ է ինձի, ես մեղավոր մարդ եմ, ես բրձաշուրպն մարդ եմ, բրձաշուրպի ժողովրդի մեջ կաբրին, ես պիտի գործվիմ, դերոջի ներկայության մեջ, ինչ եղավ քեզի Եսայի, փումփարի մարդ ես, թոթիվանակետ մարդ ես, դաջարի մեջ ես, Աստծո ներկայության մեջ ես, այո, ճիշտ երբ Աստծո ներկայության գուկանք, անադեն մեղքեր ավելի կտեսնանք։ Ինչու այսօր մարդիկ եկեղեցի չեն երթար, ինչու սուրբիկ չեն գարտար, որովհետև գիտեն, որ եթե գարտան, եթե լսեն, պիտի անտիմանվին ավելի իրենց մեղքերուն համար, ուրեմն թմրած մնանք, կոմայի մեջ մնանք, կոմայի մեջ մեռնենք, հետո դժոխք կերտանք, ոչինչ, բայց կոնե քիչ մչարչարանքը բագաս կլա, եթե մեկը պիտի չաբաշխարե և քուզեր Աստծո խոսքը մնդի գնեն։ Բայց Աստված գսե, մեկ արդար չկա, ամենը մեր կորզեցին, Աստուծո փառքեն բացազեն։ Անոր համար նոր սկիզբը պետք է, նոր սկիզբը, որ միայն Հիսուսի միջոցով գլա։ Անոր համար Հիսուս Նիկոդեմոսի ասավ, պետք է քեզի, եւ դու անունդ Նիկոդեմոսի դերտիր այսօր։ Մեզ ամեն մեկը Նիկոդեմոս ենք,
Թեև շատերս Նիկոդեմոսեն շատ ավելի չար ենք, բայց քոնե չեմ գազել մեկ ամարցագիսեր ինք Նիկոդեմոսեն ավելի բարի Աստծո մոտ է մարդ կորեն խոսելու։ Դաջարի մեջ բարի մարդ, եկեղեցի մարդ, իր ասկի մեջ իշխան, ծառայող, առաջնորդ, Սուրբ Գիրքը գոծկիդե, օրենքը գոծկիդե, իր կիցածին ամիտ օրենքին բոլոր մանրամասնությունները աշխարհի Աստծո առջև մաքուր գերբով բահել, եւ Հիսուս ասանք մարդումը, եկեղեցական մեծ մարդումը, Հիսուս կամարցագիսել, եթե չաբաշխարես պիտի գործվես, պետք է քեզի նորեն ծնանիլ առանցանոր Աստծո թակավորությունը պիտի չդասնաս, ուրեմն նորեն ծնիլ մգան, որ մեզի գուտա նոր բնություն, նոր գիտակցություն, նոր չափանիշ։ Մարդկային օրինակով պատկերացուցեք մարդը, որ ծնած է անփուժելի հիվանդությունով եւ կամ մարմինի վրա շատ արատներով, ցերկ չունի, ոտք չունի, ագանջ չունի, ուղեղին կեսը գա, մյուս կեսը չի գա, ամեն ցեվով թերի ֆիզիկականն։ Եթե միայն ասմարտը գարենալ, երկրորդ անգամ ծնել, քանի որ ուրիշ ցեվով չի սերպակրվի։ Այդ ժառանգությունը ադակ կպերեզինքը։ Ին հադագակից ատպես շինված է, եթե ուրիշ եղբայր քույր ալներ, անողյանույթ ցեվով բիտ, կա այդ ծնողքեն ծնողներ ադակ պիտի ծնին։ Վերջացավ, ժառանգության օրենքը չի փոխվի։ Այդ եթե գարելի լար, որ այս մարդը, այս աղջիկ, այս կին ով որ է, գարենալ երկրորդ անգամ ուրիշ ծնողքե ծնին, որոնք բացառիկ եղբով անտերի ժառանգական քիչ ունին։ Մարմինով քեղեցիկ են, աչքերը գաբույտ են, մազերը տեղին են, ամեն բան որ գադարյալ գտնակ երևակայել ֆիզիկական իմաստով ունին։ Ուրեմն այդ ժառանգությամբ եթե գարենալ ծնիլ, ինչ ավոր բիդլար։ Մարդ կորեն գարերի չէ, բայց հոգևոր աբես ասե։ Մարմինեն ծնածը մարմին է, մարմինեն ծնածը մեղավոր է։ Աստուծո առջև ամենս ալ մեղավոր ենք, թերի ենք։ Բայց եթե երկրորդ անգամ ծնինք, հոգիեն ծնինք, Դեր Հիսուս Քրիստոսով վերստին ծնունդ ունենանք, ինքը եկավ որ մեզի կյանք տա, ավելի կյանք տա, նոր կյանք տա, բոլոր ինքնությունները սրբակրով, ամեն բան նոր կյանք տա։ Հիսուս Քրիստոս, եթե անդեգա ընդունենք որպես բրգիչ, այն ժամանակ ունենանք նոր սկիզբը եւ ամեն բան նոր գլա։ Բարեբաշխը լալով չէ, ոչ ալ բարձրապես միայն եկեղեցի աջակերով, կամ բարեգործություն ունելով, ամենն լավ բաներ են, բայց անոնք չէ որ մեզի նոր սկիզբ, նոր կյանք բիդան, նոր ծնունդ բիդան, հաբա միայն նորեն ծնելով, որ մեզի գուտա նոր սիրտ, նոր փափակներ, նոր կյանք։ Եթե գուզես աս նոր կյանք ունենալ Հիսուսով, նոր սկիզբ ունենալ, պետք է ապաշխարես, պետք է քու կալած ջամփայդ, որում մեջ գիտես որ Աստծուն ամեն օր գհրանաս։ Այդ ջամփում մեջ գանք ար, գեցիր եւ հագարակ ուղությամբ կալե, թարց հատ կնշանակե, սխալ ուղությամբ կացողը գանտրատարնա, գգենա, գտարնա հագարակ ուղությամբ, շիդակ ջամփում մեջ կկալե, թեբի գորուստ կալելու դեր, թեբի հավիդանական կյանք կալե, թեբի Հիսուս կալե, Հիսուսի հետ կալե, որովհետեւ միայն անիգա է, որ ամեն բան նոր գնե։ Հայ եկեղեցին 2000-ին 2500 շարականներ ունին, որոնք ուղղակի քրագանության, երաժշտության, քրուկ գործոցներ են, ամեն մեկը աղոթքը, երգը, առաստված վաշտամունքի փառաբանության, որում մեջ ամբողջ աստվածապանություն մգա, որուն ամբողջությամբ բոլոր հայերը գնան քվեարկել, քանի որ ճշմարիտ ավետարանի խոսքեր են մեծ տոկոսով։ Այդ շարականներն մեկը Արավոտ Բուսո շարականն են։ Արավոտ Բուսո շարականը թերևս շարականներուն ամենակարևորը պետք է նկատենք, անիմաստով, որ Արավոտ Բուսո շարականը մեր ամբողջ հայերեն լեզուն, մեր ամբողջ այդպենքիմը հոգևորացուցած է, Բաշտամունքի երկի Սաղմոսի վերածած է, քանի որ գիտեք ամեն մեկ քիրով 3 դարբեր նախատասություններ խոսքեր հիշված են, բոլորը Աստուծո կորձին, Աստուծո թակավորության, Աստուծո մարդուն վրա կատարած փրկության կորձին վերաբերյալ, Բաշտամունքի վերաբերյալ։ Ոչ մեկ ուրիշ Արավոտ Բուսոյի պես շարական չունի։ Եվ այդ շարականին, սկանչելի շարականին մեկ դողը ասպես կսե. նորոգով հնությանց, նորոգյա և զիս, նորոգ զարտարյա։ Ամեն մեկ հայու աղոթքը այս պետք է այսօր, որ որ դին պաները գնորոք է,
Անոր հիները գանցնե ամեն բան նոր գնե, اد Աստված այսօր քու եւ իմ սիրտսալ նորոք է, հինը նորն է, ինգյանքին դեր նոր գյանք տամեզի, նորոք օգնությանց, նորոքյա եւ զիս, նորոք զարտարյա, ոչ միայն նոր գնե, հապա ատ նորը դիչերեց կացնե, նորը իր ստեղծողին պես, Հիսուսի նման գլա, հինը հինին պես է, սատանային պես է, ատանի պես է, չար է, աննազանտ է, մեղավոր է, իսկ նորը Հիսուս Քրիստոսի նման գլա, Աստծո բնության աղորդ գլա, անորամար անոք որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն դվավ Աստծո որդիները լալու։ Քու ընտրությունը դե, գամ սատանայի որդի հավիդյան տժողքի մեջ, գամ Աստծո որդի Հիսուսի հետ, Քրիստոսի մեջ, նորը ստեղծվածքին, նորը սկիցմը, հաց Քրիստոսի մեջ նաև գունելանք նոր երկմը։ Երկը գյանք է, երկը ուրախություն է, երկը հրջվանք է, երկը աշխատանք է, երկը վայելք է, հաղթական հոգևոր գյանքը, վերելքի գյանք է, երկով լեցուն գյանք է, ոչ թե պանաստեղծին բետ երկերով միայն մերնիլ, հաբա որ նաև ապրիլ երկերով։ Եվ արդեն միայն ճշմարիտ ավարացյալը գնա երկերով մերնիլ, ուրախ երկերով, վստահությամբ կդարեն ասաշխարի մեջ իր ընթացքը։ Հիսուսի հետ ապրիլ, անոր պարկը երկերով, երկել գյանքի ուրախ բայրուն, երկել նաև երբ բաջարներ գան, դկրելու, հիվանդություն գա, ցավ գա, ման գա, վիճ գա, հարազատ գա, փորձություն, դարաբակ, այդ երկել, միշտ երկել, Աստծո պարկին համար։ 40-րդ Սամոսը ասվեց կսկսի։ Սպասելով սպասեցի դերոջը, ու ձերստավ ինձի ու լստեցի վաղաղագս։ Եվ զիս կորստյան պոստեն դվմանիտ գավեր անեց ու ոտքերս զմի վրա ամուրտուց և կալվածքս աստադեց ու պերանս տրամ նոր երկմը, մեր Աստուծուն կովությունը, շատերը բիդի դեսներ ու բիդի վախնան ու դերոջը բիդի հուսան։ Կրգություն և երկ անպաժարելի, եթե սրդի մեջ Հիսուս կա, պերանի վրա ամբայմա երկ կլա, նոր երկ կլա, անոնամար արակյալը Գողոսացիներուն և եպեսացիներուն երկի մասին գկրե, որ անոնք պետք է շարունակ երկեն սաղմոսներով, օրնություններով, եպեսացի 5 ասպես կգարտակ, մի կինովնակ կինով, որում մեջ անարագություն կա, հաբա օքեով լեցվեցեք, և սաղմոսներով, և օրնություններով, և օքևոր երկերով ծեր մեջ կոսակներով երկեցեք ու սաղմոսսեք դերոջը ծեր սրդերուն մեջ։ Եվ Գողոսացիս Երորդ գլխում 16-րդ համարը Քրիստոսի խոսքը ծեր մեջ բնագի արադաբես, ամեն իմաստությունով, իրար սորվեցներու և խրադերու, սաղմոսներով և օրնություններով ու հոգևոր երկերով, ծեր սրդերու մեջ շնորհքով զաստված օրնելու։ Ասե մեր բաշտոնը ասաշխարի մեջ, եթե Քրիստոս մեր դնումալից պոստեն հանարդը, զաստված պարապանել մեր երկերով, պոստեն դիրմեն, մանհեն տժողքեն, Աստված մեզ ազատած է, անակ մեկ անշուշտ երկի, անշուշտ ուրախ է, գնգր մեր պոստի մեջը, սեքը մինչև վիզը հասած էր, մինչև կիտը հասած էր, մեկ երկու վարգան եվս և վերջած դեր, բիդի կակտվեր, բիդի մերներ, և իմ ատուրսյան ծերք մի եղավ, զինք վերցուտ, վեմի վրա տրավ, Հիսուս Քրիստոս լայրին վրա, և ուրախացուց զինք իրեն գյանք տվալ, և անշուշտ ադանցը բիդի երկի աստրոպակ բիդի դա, Ոս բիդի երկե, երգինքի մեջ ավիդյան բիդի երկե, ուրախ է միշտ, դերոջմով ուրախ է, այսօր, տունալ թույլ դուր, որ Աստված քեզ ալ վեր հանե, մանվան պոսեն, մեղքի դիրմեն, և երկը բիդի սկսի, նոր երկը քու շրտներուտ վրա, երկը վգայություն է նաև, գաստացված համաներու մեջ Սամոսի մեջ կդեսնակ, որ ուրիշներ բիդի դեսնեն, և դերոջը բիդի հուսան, բիդի դեսնեն ոչ է երկը, համա երկողը, Աստմարտը ընգրված է, աստմարտը մեկ գիտեք, չար է, հայոյով էր, գրվածան է, անպիտան մեկն էր, հայդարագի մեկն էր, ինչ եղավ, հրեշտագի պես եղավ, շնորհքով մարդ եղավ, հակուստը մակուր է, ինք մակուր է, խոսակցությունը մակուր է, պերանեն քինի հոտ չկար, զկապոտի հոտ չկար, փոխվեցավ, ուրիշներուն գայցել է, ուրիշներուն գոքն է, առաջ ուրիշներուն են գայցել էին գոքներին, փոխվեցավ աստմարտը, հիմա երկը երկ է, Հիսուս Քրիստոսի երկը, օրնության երկը, Սաղմոս կա, Պարգության դեր, ճշնամության դեր, ասե, որ ուրիշները
Գիտի առաջնորդը Հիսուսի դեսնան կու փոքված կյանքը բոլոր անոնց որոնք մեղքի փոխեն Աստված վեր հանած է երկը վկայություն են եւ շատեր այդ վկայության պիտի աստվին եւ Հիսուսի պիտի դառնան նորսկիր նոր երկ եթե մեկը Քրիստոսի մեջ է եւ նաեւ նոր զորություն ամեն բանի կարող եմ Քրիստոսով որզից դորատուց քրիստոնեակերը պիլիբեցիներուն ոչ թե մարմնական զորություն ոչ ազնենքի ուժ այլ հոգեգան զորություն նգարակիրի գամքի ներքին զորություն որ միան Աստված կուտա որոշելով վստելով նոր դարվա դեդրագի մեջ ումման մեգեն աստակ պիտելամ անանք պիտելամ կրելով չէ այսօր այսրայի վրա մի քանի միլիարդ մարդիկ կան որ ումվար մեկի 2000-ի համար ինչ կոստումներ զված են իրեն գիրեց որոշումներ զված են հարցուցեք իմ ամենուն համարձակությամբ կսեմ 95% ծափողած է արդեն ումվարը չի վերջացած իսկ մարդի մեջ արդեն հավանաբար բոլորը փափակական բայց կորզատրելու կարողությունը չկդան իրացրած որովհետև այդ զորությունը չունին այդ զորությունը միայն Սուրբ Հոգին Աստծո զորությունն է Հիսուսը ասավ երբ որ Սուրբ Հոգին ծեր վրա կա անով լեցվիկ զորություն բիրանեք եւ ինձ համար վգաներ բիդլակ յանքի զորություն մեղքին հաղթելու բայց նաեւ վկայության զորություն այդ հավատ գորիշներուն փոխանցելու այսօր ինչու շատ հավատացյալներ չեն գնար վկայել որտեղ Սուրբ Հոգին զորությունը չունին այո Սուրբ Հոգին ունի փրկվածան բայց կամեցնալ ես չեմ ելալ ամոթ ինչպես միշտ մոդելամի մատմատն հետո վրաս կթունտա հետո գիտե որ գեզի որ չափ գվջարեն վրաս ոսկի փոստելու համար հաստատի գդալու համար եւ գցկես որ հոգիվը դժով կետա ամոչնալով բայց Սուրբ Հոգին զորությունը վրա կա համարցակ դիլան չեմ ասել անգիր դիլան չեմ ասել ամբացած ես քիչերի տելեֆոն բինես ադեսը դաբաշտորը ջմեք զավեր դերս կրիզ ունեցա Աստված ամեն մեկ ուսպիզդայի մաստությունը ադենին հարմարությամբ շինության համար վկայելու Աստծո խոսքը փոխանցելու ինչ որ Աստվածը է նաև ուտամեզի զորությունը ադիգա գդարելու անե հարության զորությունը ջանցնալու զանիգա հարության զորությունը միան արաքյալը չամեն հավատացյալ գանչված է Հիսուսի հարության զորությունն արու այն զորությունը որ ներերը հարություն արավ այդ զորությունը այսօրի զորի ամեն մեկ անցյալի մեջ զինքը փոխելու նույն զորության ուրիշներն ալ փոխելու հարության զորությունը մերաձեր հարություն արավ այդ աստվածային զորությունը բաց մարդու մեջ կներկորձ ամեն մեկուս մեջ եւ հրաշալի փոխագերբում առաջ կբերե մահենգակ կբերե մեղքեն սրբություն տախիզեն ուրախություն բարվութենեն հարություն եւ ադելութենեն սեր անորամար Աստծո ամեն սպարազինությունով զորատեք Աստծո զորության կարողությունով զորացեք մեծ պատերազմի այս կյանքի մեջ մեղքի սատանային դեմ բայց հաղթանակ ապահով է որովհետև քո ուժով չէ հապա դերոջը զորությամբ է անդերոջը որ ամեն բան նոր գնե անդերոջը որ եթե մեկը Քրիստոսի մեջ լա անիգա գունենա այդ զորությունը ոչ միայն նոր սկիզբ ոչ միայն նոր երկ նոր վկայություն նոր ուրախություն հապա նաև նոր զորություն այո Հիսուսը սավաշկարի մեջ նեղություն բիլոնենակ բայց կաչասիլ դերեք ես աշխարհի հաղթեցի Հիսուս մարզիկ չէ որ հոխորդա բարդան ես աշխարհամենեն զորավոր գրպամարդի գնեմ ես Հիսուսի ես աշխարհի հաղթեցին քեզի համար ինձի համար է որ Հիսուս հաղթեց Հիսուս կումեջը այսօր նոր են աշխարհի հաղթե հավիդյանը սավիդանից եւ դժողքին եւ սատանային իր հաղթությունը մեզի համար է իր հաղթությունը մեր հաղթությունն է ամեն բաները նոր Աստվածը հիմա գուզե քո սիրտը եւ կյանքը դալ նորն է մակորն է սուրբն է Հիսուս Քրիստոսի միջոցով դու միայն թույլ գորի կոստերզիչի որ քեզ նորեշին է իրեն նմանն է որ ոստ ապրից նոր կյանքը նոր երկով նոր զորությամբ եւ շարունակես ապրին իր հետ իր парքի մեջ նոր երկինքի մեջ որ քեզի համար պատրաստված է նոր բնակարանի մեջ որ Հիսուսի վատագավին կպատրաստի այդ բնակարանները ամեն մեկ հավատացյալի համար անկդիր ամեն տեղ ամեն լեզու է այն բնակարանի մեջ որ ամեն բան հավիդյան նոր բիդելա եւ միտ նոր բիդի մնա դու նստոր խնդրի Աստծո որ քո կյանքը
նորն է, մեր կերետներով և կերես Հիսուսի արյունով լվալով, աշխարհի և հավիտենության մեծակույն օրհնությունը կստանաս, եթե միայն որոշես այսօր Քրիստոսի մեջ լալ, անով ստանալ նոր կյանք, որ բախճան չունի։ Իր փառքին համար, ամեն։ Փառք ու տանք քեզ երկնավոր Հայր, ամեն բաները նորնով ստեղծիչ և փրկիչ և առաջնորդ, փառք ու տանք, որ դու պատրաստես այսօր բոլոր իմ կյանքերը, իմ մեղքերը որոքելու, սրբելու, մաքրելու և իրական նոր սիրտ տալով, նոր սկիզբ, նոր երկ և նոր զորություն տալու, խնդրեմ, որ այս հրաշքամե մեկուս կյանքի մեջ կդարվի և ամեն օր նորոգվի, ամեն օր մեզ ավելի նորընես, ավելի մաքրես, ավելի փայլեցնես, մինչև ամենս երկինքի հարմարինք և երկինքի մեջ մեզի հարմար դուներ պատրաստես։ Խնդրեմ, որ այդ մեծ փառքեն ոչ մեկը որ հոսե և այս աղոթքը գլսե չի զրկվի։ Դու ամեն մեկուս շնորհ կրե, որ այսօր մեր կյանքերը քեզի տանք, թիները, մեղքերը, անցյալը և դու ամեն բան նորոգես, նորընես, որպեսզի բոլոր հին բաները մեր կյանքեն անցնին, հավիտյանս անցնին, հավիտյանական կյանք տալով, քո փառքիդ համար, ամեն։ Միշտ մեզի գահոպերը Աղոթքով Տիրոջը